Բարեկամներ, ողջույն։ Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են ապրել իրենց ամենաբարդ եւ ամենաանորոշ փուլերից մեկը։ Եթե դեռ մի քանի տարի առաջ պաշտոնական Երևանը եւ պաշտոնական Մոսկվան փորձում էին ցանկացած տարաձայնություն ներկայացնել որպես աշխատանքային դրվագ, իբր կնճռոտ հարցեր կան, բայց կլուծենք, ապա այսօր ճգնաժամը արդեն դժվար է քողարկել նույնիսկ ամենադիվանագիտական ձևակերպումներով։ Վերջին ամիսների իրադարձությունները բավականին խոսուն են։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այդպես էլ չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին ընտրություններում կատարած հաղթանակից հետո։ Իսկ այդ լռությունը, որը պահպանում է Ռուսաստանի Դաշնության նախագահը, շատերի կողմից ընկալվում է ոչ միայն որպես ինչ-որ արարողակարգային բացթողում, այլև հստակ քաղաքական ուղերձ։ Իհարկե արդարության համար ասենք, որ այսօր Եկատերինբուրգում Փաշինյան-Միշուստին հանդիպման ժամանակ Միշուստինը ընդգծեց, որ Փաշինյանի սա առաջին այցն է արտասահման եւ որ այն կատարվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն, այդ ամենում կա խորհուրդ, բայց ամեն դեպքում կնճռոտ հարցերը դեռ էական են։ Դիվանագիտական լեզվով դա կոչվում է մենք չենք ճանաչում ձեր ընտրության արդյունքները, բայց երկխոսությունը պահպանվում է։ Դրան գումարվեցին նաև տնտեսական տարաձայնությունները, առևտրային սահմանափակումները, որոնք դեռ պահպանվում են, թեպետ այսօր տեղեկատվություն իմացավ, որ պաշտոնապես օրինակ Ծիրանի եւ Միրգ Բանջարեղենի պարագայում արտահանումներ իբր չկան, բայց այլ երկրներ, երրորդ երկրներ մեզնից լավ մեծ քանակությամբ գնում են եւ իրենց արդեն խողովակներով մատակարարում են ռուսական շուկա։ Իհարկե կարծում եմ մեր կողմը պաշտոնապես հայկական կողմը կմեկնաբանի այս եղելությունը, բայց այսպիսի քայլեր արդեն կարծես թե նկատվում են։ Ամեն դեպքում միմյանց հասցեին հնչող կոշտ եւ երբեմն արդեն այսպես թարախակալ հռետորաբանություն նաեւ նկատվում է, ինչպես նաև հարաբերությունների սառնության մասին վկայող բազմաթիվ այլ ազդակներ կան մեդիա ֆրոնտում, այսպես կոչված դիվանագիտական հարթակներում եւ ոչ միայն։ Եվ հենց այս ֆոնին է, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, Եկատերինբուրգ քաղաք մասնակցելու Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։ Սոցիալական ցանցում վարչապետը հրապարակումներ արեց եւ արձագանքեց, որ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ, աղուհացով դիմավորեցին, ամեն ինչ հրաշալի էր, պաշտոնական օրակարգը լավ էր, բայց պաշտոնական օրակարգը առաջին հայացքից բացառապես տնտեսական էր։ Փաշինյանը մասնակցում էր Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների խորագրով լիագումար նիստին, հանդիպում է ունենում Ռուսաստանի կառավարության նախագահ Միշուստինի հետ, խոսում է տեխնոլոգիաների մասին, արդյունաբերության մասին, տնտեսական համագործակցության մասին ու ելի շատ ու շատ տնտեսական հարցերի մասին։ Իր ելույթում վարչապետը հայտարարում է, որ տեխնոլոգիաները պետք է ոչ թե փոխարինեն մարդուն, այլ ազատեն նրան առօրյա ծանր աշխատանքից։ Նա նաև ներկայացնում է տնտեսական ցուցանիշները Հայաստանի համար, նշելով, որ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել են 4.7%-ով, իսկ 2026 թվականի առաջին 4 ամիսներին արդեն 13%-ով։ Ըստ վարչապետի վերջին 9 տարիների մշակվող արդյունաբերությունը կրկնապատկվել է, ինչը հրաշալի ցուցանիշ է։ Թվերը ինչ խոսք, անկասկած, շատ կարևոր են, սակայն մենք այսօր ոչ թե թվերի մասին ենք խոսելու, այլ հարաբերությունների մասին, սակայն նույնիսկ ամենատպավորիչ տնտեսական թվերը չեն կարող ամբողջությամբ ծածկել քաղաքական այն իրականությունը, որը ձևավորվել է։ Երբ երկու երկրների հարաբերություններում վստահության պակասը ակնհայտ է, ու ես ասում եմ ցավով, որովհետև ինչպես ասում էր դասականը, Ռուսաստանը շատ վատ բարեկամ է, բայց կրկնակի վատ թշնամի է, ուստի ուզում եմ խորունկ ընկալենք եղելությունը։ Յուրաքանչյուր տնտեսական հանդիպում նախ եւ առաջ քաղաքական ենթատեքստ է պարունակում։ Այլ կերպ ասած, Եկատերինբուրգում խոսվում էր արդյունաբերությունից, բայց բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր այն հարցի վրա, թե ինչ վիճակում են իրականում հայ-ռուսական հարաբերությունները։ Ցավոք, հայ-ռուսական հարաբերություններում հաճախ ստեղծվում են այնպիսի երևեջներ, որ դաշնակցային հարաբերությունների փոխարեն փորձ է արվում պահպանել հին, հովանավոր, ենթակա կամ ավելի ճիշտ տեր-ծառա ձևաչափը, որը վաղուց պետք է սպառված լինել, շատ վաղուց։ Այո, ինչ խոսք, Ռուսաստանը հզոր աշխարհի ամենամեծ պետությունն է իր պատմությամբ, իր ազդեցությամբ, իր բոլոր հնարավորություններով։ Սակայն փոքր տարածքը կամ սահմանափակ ռեսուրսները չեն նվազեցնում Հայաստանի Հանրապետության պետական արժանապատվությունը, ինքնիշխանությունը, մեր ժողովրդի հպարտությունը։ Իդեպ այդ հպարտություն բառը վերջերս այնքան նեգատիվ բացասական երանգ է ստացել, չգիտեմ ինչու։ Հպարտություն չի նշանակում գոռոզություն։
Հայաստանի ինքնիշխանությունը, սուվերեն որոշումներ կայացնելու իրավունքը եւ ազգային շահերը պետք է արժանանան նույն հարգանքի, ինչ ակնկալվում է նաեւ մեծ տերությունների նկատմամբ։ Ոչ ավել, ոչ պակաս։ Առավել եւս, եթե անկեղծ լինենք բոլորովին, ապա Հայաստանը մեծ հաշվով երբեք չի գործել Ռուսաստանի դեմ եւ երկար տարիներ եղել է նրա ամենահավատարիմ գործընկերներից մեկը։ Կարծում եմ երկրորդ ամենահավատարիմը, գոնե Բելարուսից հետո։ Իսկ իրական դաշնակցությունը հենց այն հարաբերություններն են, որտեղ հարգանքը պայմանավորված չէ պետության չափերով կամ ռեսուրսներով, այլ փոխադարձ պատասխանատվությամբ, հավասար արժանապատվությամբ եւ այսպես շարունակ։ Ավելին, այս այցը կարծես ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաբարձր մակարդակի քաղաքական սառնության պայմաններում երկու կողմերն էլ փորձում են առնվազն պահպանել տնտեսական հաղորդակցության կամուրջները, ինչպես ասում են, բոլոր կամուրջները չեն այրում, որովհետև երբ քաղաքականությունը արդեն գրեթե փակուղի է տանում, տնտեսությունը հաճախ դառնում է վերջին լեզուն, որը կարող է կողմերի միջև երկխոսության էջ բացել։ Սակայն այստեղ եւս շատ զգուշավոր լավատեսության անհրաժեշտություն կա։ Եթե իսկապես հաջողվի պահպանել տնտեսական համագործակցության առկա մակարդակը, իսկ հնարավորության դեպքում նաեւ զարգացնել այդ հնարավորությունը, ապա դա արդեն կարելի է համարել այս փուլի ամենակարևոր ձեռքբերումը։ Այսօր նույնիսկ հարաբերությունների կայունացումը կարող է դիտարկվել որպես ձեռքբերում, այլ ոչ թե ինքնաբերաբար տրված որոշակի իրողություն։ Ընդհանրապես Եկատերինբուրգի այցը այս իմաստով ավելի շատ հիշեցնում է հարաբերությունների տեխնիկական սպասարկումը, քան քաղաքական նորեջ բացումը։ Փաշինյանը դեռ ընտրություններից առաջ էր ասում, այո, հարցեր կան, կգնանք, կտեսնենք, կխոսենք։ Նույնը հիմա կատարվում է մեր աչքի առաջ։ Ոչ մի բեկումնային հայտարարություն, ոչ մի բարձրագույն պայմանավորվածություն, փոխարենը փորձ պահպանելու այն, ինչ դեռ հնարավոր է պահպանել։ Եվ թերևս այս ամբողջ պատմության ամենախորհրդանշական եզրակացությունը իմ տեսանկյունից այն է, որ Հայաստանի առջև դարերով կանգնած է եղել նույն հարցը, որ այսօր եւս կա՝ արևմուտք թե արևելք։ Այսօր էլ ոչ միայն այս հարցը չի կորցրել իր արդիականությունը, այլ դարձել է առավել սուրբ եւ սուր, քան երբևէ։ Իդեպս սայթակումը գուցե տեղին էր։ Փոխվել են դերակատարները, փոխվել են աշխարհքաղաքական պայմանները, սակայն ընտրության բարդությունը, գինը մնացել է նույնը։ Իսկ Հայաստանը շարունակում է քայլել այն նեղ կամրջով, փորձելով չկորցնել ոչ տնտեսական հնարավորությունը, ոչ քաղաքական ինքնուրույնությունը։ Թե որքան կցանկանանք այս ամենը պահպանել եւ ինչ գին ենք մենք դրա համար վճարելու, ցույց կտա ժամանակը։ Մտածեք այդ ուղղությամբ։